Ղուկաս 23 Հիսուս բերվում է Պիղատոսի առաջ և նրանց ամբողջ բազմությունը վեր կենալով նրան տարավ Պիղատոսի մոտ և սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր Կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե Քրիստոսն է, թագավոր»։ Իսկ Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Հրեաների թագավորը դու ես»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դու ասացիր»։ Պիղատոսը քահանայապետերին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։ Իսկ նրանք պնդում էին և ասում, թե էմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում, Գալիլեայից սկսած մինչև այստեղ։ Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլեայի մասին, հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի է։ Եվ երբ իմացավ, թե Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց, որ նրան տանեն Հերովդեսի մոտ, որովհետև այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։ Հիսուս Հերովդեսի առաջ։ Եվ երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ հաճախ լսում էր նրա մասին և ակնկալություն ուներ նրա ձեռքով կատարված որևէ նշան տեսնել։ Հերովդեսը նրան հարցաքննեց շատ խոսքերով, իսկ Հիսուս նրան ոչ մի պատասխան չտվեց։ Քահանայապետներն ու օրենսգետները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։ Հերովդեսն էլ իր զորականներով հանդերձ արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա, սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան և վերստին հանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մոտ։ Եվ Պիղատոսն ու Հերովդեսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետև առաջ իրար թշնամիներ էին։ Հիսուս դատապարտվում է մահվան։ Պիղատոսը կանչեց քահանայապետերին, իշխանավորներին և ժողովրդին ու ասաց. «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի, և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մեջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ Եվ ոչ էլ Հերովդեսը, որի մոտ հրամայեցի, որ Հիսուսին տանեն։ Արդ նա մահվան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կտամ և կարձակեմ։ Որովհետև հարկավոր էր յուրաքանչյուր տոնի առթիվ մի բանտարկյալ արձակել նրանց համար։ Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերցրու և արձակիր մեզ համար Բարաբբային, որը քաղաքում պատահած մի խռովության և սպանության համար բանտարկվել էր»։ Պիղատոսը նորից սկսեց խոսել, որովհետև կամենում էր Հիսուսին արձակել։ Եվ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խաչը հանիր նրան»։ Եվ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ինչ չար բան է արել սա, նրա վրա մահվան արժանի որևէ հանցանք չգտա։ Սրան գանահարել կտամ և կարձակեմ»։ Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայները ավելի ուժեղանում էին։ Եվ Պիղատոսը հավանություն տվեց, որ նրանց պահանջը կատարվի։ Նա արձակեց Բարաբբային, որ խռովության և սպանության համար բանտ էր նետված, և որին էլ հենց ուզում էին, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին։ Հիսուսի խաչելությունը։ Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս։ Նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։ Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ Հիսուս դարձավ և ասաց նրանց. «Երուսաղեմի դուստրեր, ինձ վրա լաց մի եղեք, այլ լաց եղեք ձեր և ձեր որդիների վրա,
որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն. երանի չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին ու չդիեցրին։ Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե ընկեք մեր վրա, և բլուրներին, թե ծածկեցեք մեզ, որովհետև երբ դալար փայտին այսպես անեն, չորին ինչ կպատահի։ Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին, նրա հետ սպանելու համար։ Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին և չարագործներին էլ մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը խաչեցին։ Եվ Հիսուս ասաց. Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ Իսկ ժողովուրդը դիտում էր։ Իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում. ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը, Աստծու ընտրյալ որդին։ Զինվորներն էլ ծաղրում էին նրան, առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում. եթե դու ես հրեաների թագավորը, փրկիր ինքդ քեզ։ Եվ նրա խաչի վրա մի գրություն կար գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե սա է հրեաների արքան։ Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. դու չես Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ և մեզ։ Նրա ընկերը նրան սաստելով պատասխան տվեց և ասաց. Աստծուց չես վախենում, դու որ նույն պատիժն ես կրում, և մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել։ Եվ ասաց Հիսուսին. հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո թագավորությամբ։ Եվ Հիսուս նրան ասաց. ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Հիսուսի մահը։ Երբ համարյա կեսօր էր և խավար եղավ ամբողջ երկրի վրա, մինչև ժամը 3-ը, արեգակը խավարեց, և տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։ Եվ հարյուրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառավորեց Աստծուն և ասաց. իսկապես այս մարդը արդար էր։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում և կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։ Հիսուսի թաղումը։ Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթե քաղաքից։ Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ։ Սա չէր միաբանել նրանց մտադրություններին ու գործերին։ Եվ ինքն էլ էր սպասում Աստծո թագավորությանը։ Սա Պիղատոսի մոտ գալով ուզեց Հիսուսի մարմինը։ Եվ նրան խաչից իջեցնելով, փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրված։ Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։ Եվ Հովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլեայից էին եկել Հիսուսի հետ։ Նրանք տեսան գերեզմանը և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ Վերադարձան, խնկեր և յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը օրենքի համաձայն հանգիստ արեցին։